Կատնամթերքը վերջին օրերին թանկացել է, թթվասեր, կատնաշոր, մածուն եւ այլ ապրանքատեսակների դեպքում քաղաքացիները շուրջ 10% գնաճ են նկատել։ Եվ կաթը, եւ թթվասերը ամեն ինչ թանկացել է։ Դե բավականին թանկացում բոլոր տեսակներից իհարկե չեմ օգտվում։ Եվ մածունը, եւ թթվասերը, եւ կաթը 180 դրամի չափով թանկացում ենք նկատել։ Առել եմ կաթսերը մարը, մածունը մարը, բայց ես գինով չեմ։ Կատնամթերքի թանկացում նկատել եք։ Այո։ Թթվասեր երևի մի 100-130 դրամ մոտավոր։ 30, 50, նայած որ խանութը, որ մարքետը ինչ գնով է թանկանում։ Ոնց ասեմ, թթվասեր, որոնք ոնց ասեմ, հա, դրանք Ինչքանով են թանկացել։ Դե մինի 50-60 դրամով։ Այս վերջի մի ամսվա ընթացքում, մեկ ամսվա ընթացքում, քիչ դառավ արդեն դա էլ մարդկանց անհասանելի։ Թանկացման փաստը չեն հերքում, բայց պատճառների մասին կատնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները տեսախցիկի առջև խոսելուց խուսափում են։ Զանգահարեցինք խոշոր արտադրողներից մեկին ու ներկայացանք որպես գնորդ։ Ստացանք պատասխան, որ գնային փոփոխության պատճառը պետության կողմից դրոշմավորման նոր պահանջն է, ապրանքի վրա QR կոդեր փակցնելու ծախսերը։ Մի հատ դատամատրիքս ձեռք բերելու արժեքը 4.2 դրամ է։ Դա մենակ էլեկտրոնային տարբերակով, դրա տպագրությունը, դրա հաշվառումը, դրա այդ ամբողջ ցիկլի սկզբից մինչև վերջ ապահովումը պետության պահանջների, դրանք մեծ ծախսեր են։ Մեր զրուցակիցը պատճառների շարքում նշում է նաև միջազգային շուկայում կաթի փոշու թանկացումն ու գյուղացուց կաթը բարձր գնով մթերելու հանգամանքը։ Նրա խոսքով այս ամենը միասին հանգեցրել են գների վերանայմանը։ Այնուամենայնիվ, թանկացման հիմնական պատճառն ըստ կատնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության աշխատակցի հենց դրոշմավորման պահանջն է, որն իրենք ու նման այլ ընկերությունները արդեն մի քանի ամիս է կամավոր կատարում են։ Լուրջ բեռա ու ահագին ծախսատար շահույթի հաշվին չեն կարող տեղավորվել, պետական ոչ մի աջակցություն այլևս չեղավ եւ ստիպված բոլոր կատնամթերք արտադրողներով միասին քննարկեցին եւ տարբերակը գտան, որ միակ տարբերակը եթե օժանդակություն չկա պետության կողմից արտաքին գների թանկացումն է։ Իսկ ինչ է դրոշմավորումն ու ինչ է այն տալիս սպառողին ու տնտեսվարողին։ Դրոշմավորումը հատուկ թվային ծածկագրի QR կոդի տեղադրումն է ապրանքի վրա։ Այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ապրանքը երբ եւ ում կողմից է արտադրվել կամ ներմուծվել երկիր։ Սպառողը ի մարկ բջջային հավելվածի միջոցով կարող է ստուգել ապրանքի իսկությունն ու սպառման ժամկետը, իսկ շուկան զերծ է մնում կրկնօրինակումներից եւ ստեղծված ապրանքների շրջանառությունից։ 2023 թվականից QR կոդերով պարտադիր դրոշմավորվում են ծխախոտային արտադրանքը, ալկոհոլային ապրանքները եւ փաթեթավորված խմելու ջուրը։ Պետությունը նախատեսում է աստիճանաբար նման պահանջ սահմանել նաև մյուս ապրանքների համար։ Կատնամթերքի եւ մի շարք այլ ապրանքների համար այժմ գործում է կամավոր սկզբունքը։ 2026 թվականի հունվարից այն կդառնա պարտադիր։ Այս փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ ակնհայտ էր, որ նման հետևանքներ են լինելու, ասում է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ Նրա խոսքով այժմ ականատես ենք լինում իշխանության հարկային քաղաքականության հետևանքներին, որի համար հենց սպառողն է վճարում։ Դա կատնամթերք արտադրողների այսպես շահույթը չի ավելացնում, ոչ էլ գյուղացու, ովքեր անաստապահությամբ են զբաղվում, ոչ էլ իրենց եկամուտներն ավելանում իրականում, այսինքն դրա հաշվին չի գնաճը եկամուտների ավելացման այդ արտադրողների եւ նաեւ գյուղացիների, այլ դա ավելի շատ մեծ հաշվով անիմաստ ծախսեր են, որոնք կատարվում են։ Ավետիսյանը թեև համաձայն է, որ դրոշմավորման պահանջը ինչ-որ առումով սպառողի շահերից է բխում, բայց ընդգծում է, դրանք ծախսեր են, որոնք ավելանում են ապրանքի գնի վրա ու խորացնում սոցիալական խնդիրները։ Հաշվի առնելով, որ կատնամթերքն օգտագործվում է նաև այլ սննդի պատրաստման մեջ, պատգամավորը չի բացառում նաև շղթայական թանկացումն այլ ոլորտներում։ Որպես ունք կատնամթերք օգտագործող նաև այլ արտադրողներ բնականաբար ունքի թանկացման պարագայում ստիպված են լինելու բարձրացնել նաև գները իրենց արտադրանքի եւ սա բնական է, որ նաև հանգեցնելու է շղթայական գնաճի։ Նշենք, որ QR կոդերով դրոշմավորման պահանջը
հունվարի 1-ից վերաբերում է ոչ միայն կաթնամթերքին, այլև մսամթերքին, երշիկեղենին, կենդանիների կերին եւ մի շարք այլ ապրանքատեսակների։ Համակարգին անցնելու վերջնաժամկետ էր սահմանված որոշ ապրանքների դեպքում այս տարվա հունիսի 1-ը, որոշների դեպքում սեպտեմբերի 1-ը։ Հետո կառավարությունը որոշեց, որ այս ապրանքատեսակների համար պահանջը պարտադիր կլինի 2026 թվականի հունվարի 1-ից։